Տխմարը դու ես, ոչիլը դու ես, էշը դու ես։ Ոչ։ Լավ սրանից ավելի դաժան պատիժ մտածել հնարավոր է։ Ինչու են իրենք մտնում հենց սեռական դաշտ։ Իրանք բրծած քաղաքական դիակներ են, բայց ժողովրդին դեռ պետքա վերադասի արակետ։ Այդպիսի նամակագրություն չունեն, որ իրենց մոտ չլինի։ Ամեն ինչ ունեն։ Իսկ այս մարդիկ լսարան կորցրած մարդիկ են։ Քիչ ազգերից մեկն էինք, հարաբերաբար վերջերս, որ կնոջ մոտ չենք հայհոյում։ Այսօրվա իշխանությունները ամենօրյա ռեժիմով մարդկանց պահում են սթրեսի մեջ։ Ես վստահ եմ, որ Մարիա Թորն արդեն ստացել է այդ խնդրանքը, զգալու են, շատ լավ են զգալու։ Բարև ձեզ, մեր օբյեկտիվում կարևոր թեմաներ եւ իրադարձություններ են։ Այսօր Աստվածաբան Թովմաս Ուրարակիր Առաքելյանի հետ քննարկելու ենք իշխանության կողմից եկեղեցու նկատմամբ հարձակումները, էթիկական, բարոյական ճգնաժամը։ Բարև ձեզ։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ ընդունեցիք հրավերը։ Այս օրերին Հայաստանի վարչապետի եւ նրա կնոջ թիրախում Հայոց Առաքելական եկեղեցին է։ Ես հենց նոր վրիպում թույլ տվեցի ոչ թե միայն Առաքելական եկեղեցին, այլ մենք բոլորս մեր ազգային ինքնությունը, մեր ազգային արժանապատվությունը եւ ոչ միայն այս օրերին, պարզապես սաստկացել է այս օրերին, քանի որ եկեղեցին միայն հոգեվորականները չեն, այլ նաեւ հավատավոր զավակները, ինչ պիտի անեն այս պայմաններում եւ այս իրականությունում հավատավոր զավակները, հոտի ներկայացուցիչները, որպեսզի դա ընկալվի եւ համարվի եւ իրապես լինի աջակցություն եկեղեցուն եւ հոգեվոր առաջնորդներին։ Նախ պետք է հստակ կարձանագրենք, որ զարմանալու բնավ ոչ մի բան չկա։ Ինձ համար այս օրերին ամենազարմանալին եղել է զարմացած մարդկանց առկայությունը, այսինքն ինչ նոր բան իմացանք մենք այդ զույգի մասին, ինչ նոր բան իմացանք մենք այսօրվա իշխանությունների մասին։ Ու ինչն էր զարմանալի։ Զարմանալի էր, որ իրենք կարող են իրենց թույլ տալ հայհոյել Facebook-յան իրենց էջերում։ Չեն արել նման բան նախկինում։ Զարմանալի էր, որ կարող են թիրախավորել մարդկանց առանց ապացույցների, առանց փաստերի, օդից կախված լուրերի մասին խոսել ու բամբասել։ Ինչն էր զարմանալի։ Այն որ մենք գործ ունենք բամբասանքչի անհեթեթ ապիկար զույգի հետ, դա պարզ էր թերևս ստեղ շատ տարիներ առաջ, այսինքն տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե ինչպես են այս մարդիկ զբաղվում բանսարկությամբ, զբաղվում բամբասանքով, զբաղվում մարդկանց սեռական կյանքի մեջ մտնելով ու նույնիսկ ցիտել չես ուզում այն ամենը, ինչ իրենք տարիներ շարունակ անում են։ Ինչի ենք զարմանում։ Դա է, իմ զարմանքի հիմնական նյութը դա ինչից ենք մենք զարմացել, ինչն էր մեզ համար նոր, ինչ ենք մենք բացահայտել։ Գիտեք, քրիստոնեական կյանքում շատ հետաքրքիր երևույթ կա, կոչվում է պատրանք։ Այդ պատրանքը մանավանդ երբ մարդ նոր է սկսում հավատքի մեջ լինել, սկսում է տարվել, իրապես սկսում է հավատքի մեջ ապրել, բայց առանց հոգևոր հայրերի օգնության, առանց Սուրբ Գիրքը կարդալու, առանց հոգևորապես կրթվելու, շատ հաճախ ընկնում է պատրանքի մեջ։ Ու դուք տեսած կլինեք մարդիկ, ովքեր սկսում են անդադար խոսել, որ իրենք երազ են տեսել, լույս են տեսել, հրեշտակ են տեսել, Մարիամ Աստվածածնին են տեսել, անդադար ու իրենք անդադար զարմանում են։ Այդ զարմանքը ցույց է տալիս, որ իրենք պատրանքի մեջ են, որովհետև երբ դու իրապես խորքային հոգևոր կյանքի մեջ ես ու հրաշք ես տեսնում, դու կարիք չունես դրա մասին այդքան խոսելու։ Քո մոտ պատկառանք կա, երկյուղ կա, այդ ամենից մեսիջ ստանալու իմաստություն կա, զսպվածություն կա ու շատ մեծ զսպվածություն։ Դու առանձնապես դա չես բացում բոլորի առաջ։ Դա քեզ համար ուղղակի խոսք ու զրույցի առիթ չի սուրճի սեղանի շուրջ պատմելու, որ դու հրաշք ես տեսել։ Ընդ որում, այդ զարմանքը ինչի մասին է խոսում, որ դու իրական խորքային առումով չէիր հավատում։ Դու տեսել ես դա, դու զարմացել ես, դու ապշել ես։ Դու չէիր հավատում, որ կա հավիտենական կյանք, կան հրեշտակներ, այսինքն դա քեզ համար ինչ որ զարմանալի դաշտ է։ Հիմա նույնը էստեղ, շատ հարանման։ Ինչից եք զարմացել։
Ես իհարկե համաձայն եմ, բայց որոշ վերապահումով, եթե թույլ կտաք, այս իմաստով հանրային զարմանքը ինձ ինչ-որ չափով ուրախացրել է, գիտեք ինչու, դա նշանակում է, որ դա ամենևին էլ ոչ թե նրա մասին է, որ օրինակ այդ մարդկանցից չէին սպասում, այլ ընդհանրապես դա իրենց համար անսպասելի երևույթ է։ Եվ երբ զայրույթ եւ զարմանք է առաջացնում այս երևույթը, նշանակում է դեռ ամբողջովին իրենց նպատակին չեն հասել այդ մարդիկ, Այո, այդ սա խեղաթյուրել արդեն մեր ուրիշ կողմ է։ մտածողությունը։ Զարմանքը իհարկե մի բան է, բայց կա բնականաբար ցասում սրա Այո, նկատմամբ։ եւ դա լավ է։ Դա շատ լավ է, միևնույն ժամանակ պետք է հասկանալ, խնդիրն այն է, որ տարիներ շարունակ հայհոյանքը դարձվեց առանձին մշակույթ, ինչ որ առանձին ժանր։ Հայհոյանքը սկզբում քրեական ենթամշակույթից սկսեց տարածվել որոշակիորեն դառնալով մեր ագրեսիայի հիմնական մասը, բնականաբար դարձավ նաև տգիտության ցուցիչ, որովհետև երբ մարդը չունի բառապաշար, չունի լուրջ աշխարհընկալում, դատարկ է, դատարկությունից ինքը անդադար սկսում է իր բառերի նախադասությունները համեմել հայհոյանքներով, որովհետև հայհոյանքը հեշտացնում է խոսելը, դու արագ-արագ խոսում ես, հենց միտքդ կտրվում է հայհոյում ես ու սկսում ես խոսքը տանել, պես շատ ընդունված, շատ տարածված անկիրթ մասաների մեջ խոսքի ձև է, բայց հետո ինքը սկսեց այդտեղից դուրս գալ, ինքը սկսեց մտնել համացանց, պրոպագանդվել համացանցում, ընդ որում ստեղծվեցին նաև առանձին բլոգերներ, որոնք հայհոյանքը բերեցին մարդկանց տուն, մարդկանց ընտանիք, կանանց մեջ։ Մենք, գիտեք, այն քիչ ազգերից մեկն էինք, հարաբերաբար վերջերս, որ կնոջ մոտ չէինք հայհոյում, աղջկա մոտ չէինք հայհոյում, մեր քրոջ մոտ հայհոյել է, ինչ որ կողքից մեկը հայհոյեց, քուրս լսեց, դա մեծ խնդիր էր, ու դա եղբոր ինքնասիրության հարցն էր։ Բոլորովին վերջերս մենք ունեինք դա։ Ես վստահ եմ, նույնիսկ իմ տարեկակից երիտասարդ տղաները կհիշեն, որ ընդամենը մի քանի տարի առաջ շատ ու շատ վեճեր էին լինում աղջկա մոտ հայհոյելու պատճառով։ Թե օրինակ նայեք, ռուսների մոտ նման բան չկա։ Հանգիստ աղջիկներն էլ են հայհոյում, աղջիկների մոտ էլ են հայհոյում, փողոցում եթե մեկը հայհոյեց, այն մյուսը լսեց ոչ մի։ Հիմա դու կարող ես երթուղայինով տեսնել, թե ոնց է մեկը բարձր հայհոյանքներով տեսանյութ նայում ու դա ցասում չի առաջացնում այդ երթուղայինի մեջ։ Վրդովմունք չկա արդեն։ Քիչ-քիչ դա դարձել է սովորական, որովհետև տանը դա լսում են, որովհետև կանայք դա լսում են, կանայք դա սպառում են։ Իդեպ ալգորիթմերով շատ հեշտ է նայել այդ սպառողների սեռային տարբերությունը, դուք տեսնում եք, որ այդտեղ տարիքով կանայք մայրերը, հայ մայրերը գերակշռում են, տատիկները գերակշռում են։ Եթե պետք է մեր տատիկները դա լսեն ու դառնան որոշակի զանգված, որը դա սպառում է, իհարկե պետք է ձևավորվի լսարան։ Իսկ այս մարդիկ լսարան կորցրած մարդիկ են։ Իրենք հավաքել են լսարան հայփի վրա, ինչ որ ալգորիթմներով, ինչ որ գումարներով, թուրքական, ադրբեջանական խողովակներով մարդիկ հավաքել էին լսարան, բայց այդ լսարանը ամբողջությամբ կորցրել են, սպառել են։ Հիմա իրենք կարիք ունեն նոր լսարան հավաքելու։ Եվ կա հիմնավորված գնահատական, որ իրենք պատրաստ են ամեն ինչի, միայն թե նորից վերագտնեն այդ լսարանը եւ վերագտնեն օրակարգերում իրենց դոմինանտությունը, իրենց իշխանությունը, որովհետեւ դրա կորուստը իրենց համար շատ ցավալի է, նույնն է թե կորցնեն իսկապես իշխանությունը, եւ կա նաեւ գնահատական, որ հիմա ամեն գնով վերականգնում են այդ լսարանը, որովհետեւ եթե դուք ուսումնասիրեք, շատ վաղուց այդ երկու անձի սոցիալական էջերում այսպիսի ակտիվություն չի եղել, ոչինչ որ հիմնականում հայհոյանքներ են, բայց դա այն է, ինչ իրենց պետք է մեծ ակտիվություն։ Հիմա հավաքում են մեծ լսարան, որ հարմար պահի իրենց ցանկալի բովանդակությունը հնարավորինս շատ մարդկանց հասցնեն։ Դե հա, իրենք փորձում են դա անել, իրենց նաև արբանյակները արդեն սկսել են պաշտպանել, իհարկե աշխարհի ամենանվաստացուցիչ բանն է, որ կարելի է իրենց ցանկանալ։ Ես երբ կարդում էի այդ գրառումները, իմ առաջին միտքը գիտեք ինչն է եղել, դեռ նոր գրել էր, ընդհանուր րոպեներ, ինձ սկսեցին արագ ամբողջ Instagram-ից ողողվեց, մարդիկ ուղարկում էին սկրինշոթերը, նա ինչա գրել, բնականաբար բոլորի նման առաջին միտքս եկավ, որ կարող է այնուամենայնիվ fake է, հետո մտա էջ տեսա, որ fake չէ,
Իհարկե, այս fake գրառումներն էլ միանգամից տարածվեցին, շատ տարածում ստացավ, որ կներեք Մարիամիկներ հեռախոսս վերցրել։ Այդ գրառումը, որ տարածվեց, ես մտածեցի, դա էլ կարող է գրած լինի, էլի, ոչ մի արդեն խնդիր ու ոչ մի զարմանալու բան։ Ինչու ենք մենք զարմանում, որովհետև մենք ցավոք շատ կարճ հիշողություն ունենք։ Մեդիան այսօր այնքան արագ է տալիս այս աղբը, այնքան արագ է փոխվում թեման։ Մենք երբեմն մոռանում ենք, թե ընդամենը 6 ամիս առաջ ինչի վրա ենք մենք զարհուրած։ Հիմա միտքս ավարտելով իրենց ակտիվությունը երբ փորձում եմ պահել ու գրառումներ անել, ես երբ մտա Edge կարդացի, իմ առաջին միտքը հետևյալն էր, լավ, քպիականները հիմա պետքա ստիպված կուլ տալով այս կեղտը հելնեն ու պաշտպանեն սա։ Գիտեք, մենք շատ հաճախ խոսում ենք պատժի մասին, բայց սա ամենամեծ պատիժն է։ Ինձ չի թվում, որ որոշ ժամանակ անց, երբ նրանք կանգնեն դատարանի առաջ, ինձ չի թվում, որ որոշ ժամանակ անց, երբ իրենք շպրտվեն իշխանությունից եւ սկսեն հերթով կրել իրենց պատիժները, չի թվում, որ մենք ավելի մեծ պատիժ, ավելի դաժան պատիժ ենք մտածելու, քան այն ինչի միջով իրենք անցնում են այսօր։ Ձեզ թվում է իրենց դուր է գալիս։ Ինչ որ մեկը կարող է մտածել, որ իրենք ուրախանում են, մեր վարչապետը պաշտպանում է եկեղեցին, չէ՞, հիմա սկսել են հարցազրույցներ տալ։ Վարչապետը փրկում է եկեղեցին շուլանացումից։ Ես չեմ կարող պատկերացնել, թե իրենք ինչ կարող են երևակայել։ Իրենք հիմա անցնում են մեծագույն նվաստացման միջով, իրենք ստիպված են այս մարդկանց, այս կնոջ ասածները պաշտպանել։ Այսինքն իրենք մի կացության մեջ են, որ իրենք արտանում են առավոտյան, ինձ կինը սուրճ է տալիս ու ասում է, գիտես, Աննա Հակոբյանը մտել է Facebook, մի տղամարդու ասել է էշ, մյուսին ասել է տխմար, մյուսին ասել է ոչիլ, ու հիմա այդ մարդը պիտի գնա աշխատանքի, ու իր աշխատանքի բնույթն այն է, որ ինքը պիտի հանրության առաջ այս ամենի համար մեկնաբանություն տա, պատասխան տա, ինչ որ ձևով դա արդարացնի, հասկանում եք, ու դրա համար փող ստանա։ Լավ, սրանից ավելի դաժան պատիժ մտածել հնարավոր է։ Մի կարևոր հարցի անդրադարձակ հայհոյախոսությունը նորմա դարձնելու միտումին, Կանտը ասում էր, որ երբ մենք ինչ-որ արարք ենք գործում, պիտի ունենալ այն գիտակցումը, որ քո արարքը կարող է դառնալ հանրային կանոն, հանրային օրենք։ Օրինակ, երբ դու ստում ես, նշանակում է դու կողմ ես, որ այն դառնա հանրային հարաբերությունների նորմ, եւ դրանով քայքայվում է ճշմարտության գաղափարը, ճշմարտության իմաստը։ Հիմա ամենամեծ վտանգը, որ իշխանությունը այդ երկու մարդու դեմքով, հատկապես այդ երկուսի դեմքով անում է, հանրային հաղորդակցման նորմերը, ընդհանրապես հանրային համակեցության նորմերը խեղաթյուրելն է, դրանով խաթարել մեր համակեցությունը եւ սպանությունների թվի աճն է, որը կա, ասենք, քանի դեպք այս վերջին շրջանում եղավ, երբ ուղակի իրար նայելու համար կամ, չգիտեմ, երեք էլ դեպք է եղել, երբ մոր ու տղայի են վրաերթի ենթարկել վիճաբանության համար։ Այս ագրեսիան ուղիղ հետևանքն է այն նորմերի, որոնք թելադրում են իշխանության ներկայացուցիչները։ Եվ սա ուղիղ պատճառ է դառնում հանրային իմունիտետի թուլացման եւ հանրությունը իբրև օրգանիզմ կենսունակության վատթարացման, իսկ այն հանրությունը, որ կենսունակ չէ, հեշտ կառավարելի է եւ ոչնչացման դատապարտված։ Գիտեք ինչն է խնդիրը, թե ագրեսիայի, թե այս բարոյական նորմերի խախտման, այս բոլոր հարցերի հիմքում ստրեսն է։ Այսօրվա իշխանությունները ամենօրյա ռեժիմով մարդկանց պահում են ստրեսի մեջ, անդադար։ Դու արտանում ես առավոտյան ու ահավոր ստրեսի մեջ, անդադար լրահոսի նեգատիվը ազդում է քո վրա, բնականաբար երկրում թանկացումներ, հարկերն աճում են, անվտանգություն չկա, ու այս մթնոլորտում բնականաբար չկա հոգեբանական առողջություն, ուղղակի քայքայված։ Գիտեք, հեշտ չէ, նույնիսկ այն ծայրահեղ իշխանական բարոյական բոլոր արժեքները ուրացած մարդու համար հեշտ չէ, ամբողջ օրը ապրում ես ստրեսի մեջ։ Գիտեք, այսօր ընտանիքները իրար բարև չեն տալիս ընտանիքի անդամները, ընտանիքներ են քայքայվում, որովհետև ընտանիքի մի անդամը հարում է այս մարդկանց ինչ որ շահերից դրդված, ինչ որ
գումարից դրդված ու ամբողջ ընտանիքը թշնամանում է անդադար։ Կոլեգաները իրար հետ անդադար վիճում են այս թեմայով։ Սա դարձել է լուրջ առիթ ատելության մթնոլորտի։ Ատելության մթնոլորտը հասել է անասելի պիկի ու ամեն տեղ հանրային գործիչների հարցազրույցների տակ կոլեգաներն են զրուցում, հա, որևէ զրույց, երբ որ առնչվում է ինչ որ ձևով մեր կյանքին, մեր հանրային կյանքին, դառնում է կռիվ, դառնում է վեճ, միանշանակ։ Ինչի են իրենք հասել։ Երկրում չկա քննարկում։ Ուղղակի քննարկում չկա, որովհետև ամեն պահի, երբ որ դու ուզում ես քո կյանքի, քո երկրի, քո հայրենիքի, քո հասարակության մասին կարևոր թեմա բարձրացնել, դա դիտարկվում է որպես քաղաքական նյութ, տաբուացվում է, միանգամից գեներացվում է հսկայական ագրեսիա ու կապ չունի դու որ կողմից ես դա անում։ Նույնիսկ եթե դու ընդդիմադիր ես, ընդդիմության մեջ էլ է հիմա ահավոր շերտավորում։ Ու դու ընդդիմության այս տեսակետն ես առաջ տանում, այն թե այն մյուս թե այն ու ասենք անդադար ագրեսիայի մթնոլորտ ու իրենք դրա վրա անդադար աշխատում են, անդադար դա ֆինանսավորում են, որպեսզի ոչ մի առողջ նյութ չլինի, որ քաոսի մեջ իրենք կառավարեն։ Սա շատ վտանգավոր է ու այդ ագրեսիան էլ է ծնվում սրանից, հայհոյանքն էլ է ծնվում սրանից, բամբասանքն էլ ու ամենաաբսուրդ բամբասանքը, տեսեք, ինչու են իրենք մտնում հենց սեռական դաշտ։ Այս սեռական դաշտը ինքը միշտ եղել է շատ փակ, բայց միշտ շատ մեծ գերդոզավորված հետաքրքրությամբ մարդկանց մոտ, որովհետև այդ արգելված պտղի գաղափարը կա, նույնիսկ այն ամենա տանը նստած այսպես շատ ցածր մակարդակի զրույցներում մարդիկ էլի ամաչում են այս սեռական թեմաները բացել, նույնիսկ երբ բամբասում են հարևանից, նույնիսկ երբ խոսում են, որ իրենց հարևանը անբարոյական է, էլի դետալների մեջ շատ չեն մտնում։ Սրանք անուններով, ինչ որ բաներով մտնում են դետալների մեջ, ամենա այլասերված բառապաշարով ու դու հասկանում ես, որ հիմա նաև սա է դառնում նորմա, այո, բերում են նորմայի դաշտ, բայց գիտեք վերադաստիարակելը ինչքան դժվար է լինելու։ Գիտեք սրանից դուրս գալը ինչքան բարդ է լինելու։ Իրենց ուղարկելը շատ բարդ չի լինելու։ Իրենց պատժելը, իրենց դատելը, իրենց ամեն բան կլինի։ Իրենք չեն այսօր արդեն խնդիրը, իրենք բրծած քաղաքական դիակներ են, բայց այս ժողովրդին դեռ պետք է վերադաստիարակել, այս ժողովրդին դեռ պետք է հանել այս ցեղից, ես դրանից եմ վախենում։ Եվ դրա համար է, որ իրենք թիրախավորում են եկեղեցուն, հոգևորականներին, որովհետև վերադաստիարակման մեծ պատասխանատվությունը կրում է նաև եկեղեցին, կրում են հոգևորականները եւ ոչ մի հեղինակություն չթողնելով մեր հանրության համար, իրենք նաև հետագայի առողջացման եւ վերականգնման շանսն են այդպիսով վերացնում։ Բայց երբ հոգևորականը փորձում է բուժել, ասելով այ դու հիվանդ ես, դու ունես քաղցկեղ, դա պետքա բուժել։ Միանգամից դրա անունը դնում են դատել, մի դատիր, որ չդատվես։ Մենք Սուրբ Գիրքը չկարդացած ժողովուրդ ենք։ Հայաստանում մատերի վրա կարելի է հաշվել մարդկանց, ովքեր Սուրբ Գիրքը ծննդոցից մինչև հայտնություն ծայրեից այր կարդացել են։ Մատերի վրա կարելի է հաշվել, անկեղծ եմ ասում։ Ձեր ծանոթների շրջակայքում նայեք, տեսեք ինչքան քիչ մարդ կա, հա, կարող է նոր կտակարանը կարդացել է, փոքր ժամանակ Սուրբ Գրքի մասին մուլտիկներ է նայել, այստեղից այնտեղից լսել է Նոյան տապան, Սոդոմ Գոմոր, ինչ որ հատուկ այդ պատմություններ։ Հատվածական, այո։ Բայց մենք ամբողջական Սուրբ Գիրքը չենք կարդացել, ու քանի որ հատվածական ենք կարդացել, հատվածական էլ ցիտում ենք, որովհետև մենք այդ տողը գիտենք, բայց այդ տողի տակ ինչ է գրած, չգիտենք։ Ես բազմիցս ասել եմ, մի դատիր, որ չդատվես խոսքին, հաջորդում է շատ կարևոր արտահայտություն, որովհետև ինչ դատաստանով դատես, նույն դատաստանով ես դատվելու։ Հիմա երբ մենք խոսում ենք հանրային առողջացման մասին, այո, դատում ենք, մենք պատրաստ ենք նաև դատվել այդ նույն դատաստանով։ Բնական է, որ այս հանրային մթնոլորտում, այս վատ մթնոլորտում եկեղեցին, հոգևորականությունը նույնպես ունի շատ ու շատ խնդիրներ։ Դուք նկատում եք որևէ հոգևորական այսօր երբ ընդդիմանում ու խոսում է այս ամենի մասին, չի ասում մենք սուրբ ենք, մեզ սրբադասեք, մենք անմեղսունակ ենք, ինկուբատորում բուծված այսպես հատուկ տեսակ ենք, որը մեղք չի գործում։ Հոգևորականը մեղք գործում է։ Սուրբ Հովան Ոսկեբերանին մի անգամ
Հարցրին, ինչու Աստված չի ստեղծել քահանաներին առանձին որպես անմեղսունակ մարդկանց դաս, օրինակ հրեշտակները լինեին քահանաներ, որ մեղք չգործեին։ Ոսկեբերանն ասում է, Աստված շատ իմաստությամբ նորինել է, որ հոգևորական լինեն մեղավոր մարդիկ, որովհետև միայն մեղավոր մարդը կհասկանա դիմացինի մեղքը, կկարողանա բուժել, որովհետև ինքը օտարացած չէ իր հոտից, որովհետև ինքը այդ հոտի, այդ մեղքի հետ առնչվել է։ Մարդը երբ գալիս է իր մոտ ու ասում է ես նախանձում եմ, քահանան ինքը այդ նախանձը ունեցել է եւ ինքը հաղթահարել է եւ ինքը ունի փորձառություն։ Հրեշտակները մեզ չէին ների։ Պատկերացնում եք հրեշտակների մոտ մենք խոստովանության գնայինք։ Հրեշտակը չի պատկերացնի։ Իսկ մենք օրինակ ինչ աղոթք ունենք Սուրբ Ներսես շնորհալին դիմում է Աստծուն ասելով արդարությամբ մի դատիր ինձ, այլ ողորմությամբ քավիր իմ մեղքերը։ Մենք երբեք Աստծուց արդարություն չենք ուզում։ Իսեր Աստծո, սարսափում եմ պատկերացնել ինչ կլինի նույն իմ հետ, եթե հանկարծ մի օր Աստված արդար լինի իմ նկատմամբ։ Մենք ողորմություն ենք ուզում, որովհետև մենք ինքներս խորքային մեղավոր մարդիկ ենք, որոնք մեղքի հետ ամենօրյա պայքարի մեջ են։ Մենք ամենօրյա պայքարի մեջ ենք մեղքի հետ, որովհետև եթե սովորական աշխարհիկ մարդու վրա մի դև է հարձակվում, մեր վրա 1000 դև է հարձակվում։ Հոգևորականն ավելի շատ է հարձակման տակ, հոգևորականն ավելի շատ է գայթակղության մեջ, եւ հոգևորականը ամեն օր մեղքի հետ առնչվում է։ Իդեպ վերջին տարիներին հատկապես մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ Հայաստանում իշխանությունը եւ իշխանամերձ քարոզիչները, որոնք համարում են, որ իրենք Հայաստանը քաղաքակրթական առումով եւ նաեւ աշխարհաքաղաքական առումով պիտի ուղղորդեն դեպի արևմուտք, չեն նկատում, որ նույն արևմուտքում եկեղեցին եւ քրիստոնեությունը շատ լուրջ դերակատարում ունեն քաղաքականության մեջ։ Նույն Միացյալ Նահանգներում Թրամփի հաղթանակը առավելապես պայմանավորված էր պահպանողական թևի մեծագույն աջակցությամբ, իսկ այդ թևը ամբողջապես հարում է քրիստոնեական արժեքներին։ Եվ հիմա Թրամփը իր քաղաքականությունը կառուցում է այդ ծիրում։ Մեծ Բրիտանիայում Լորդերի պալատում, եթե չեմ սխալվում, 20-ից ավելի եպիսկոպոս է ներգրաված, այսինքն ուղիղ մասնակցություն ունեն քաղաքականությանը։ Գերմանիայում քրիստոնեական դեմոկրատական միություն կուսակցությունը լրջագույն հաջողություններ է ունենում։ Այսինքն դեպի արևմուտք գնացող, իբրև թե դեպի արևմուտք գնացող իշխանությունը եւ իր քարոզիչները ուզում են գնալ արևմուտք, բայց հանկարծ չեն տեսնում արևմուտքում եկեղեցու դերն ու նշանակությունը եւ նույն Միացյալ Նահանգներում բնակարան ունեցող եւ Հայաստանում լրատվամիջոց ունեցող մեկը հանկարծ շատ լուրջ ձևով քննադատում է եկեղեցուն քաղաքականության մեջ ուրեմն գործ անելու համար։ Հոգևորականները ապրում են հոգևոր կյանքով, ապաշխարության պայքարի մեջ, այդ պայքարի բոլոր դրսևորումներով։ Բարոյագիտության ուսումնասիրմամբ, քարոզմամբ դրա բոլոր դրսևորումներով։ Տեսեք, որևէ հոգևորականի մասին բամբասանքից դուրս փաստական ոչ մի բան չեն ասում։ Ինչու խնդիրներ չկա, անշուշտ խնդիրներ կա, բայց այդքան ուղեղ պիտի ունենաս, որ եկեղեցու խնդիրները ուսումնասիրես, վերհանես, ներկայացնես եւ որպես պետություն լուծում տաս։ Կան ուղեղ պիտի ունենաս։ Եկեղեցում լիքը խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն պետության աջակցությամբ։ Այո, պետք է լուծվեն։ Հսկայական աջակցություն պիտի լինի եկեղեցուն այսօր։ Հզորացնելու եկեղեցուն։ Օրինակ տեսեք, երբ որ խոսվեց տգեղ բառնել, հա, օտար, որ եկեղեցիները վերածվել են խորդանոցների, իր եզրաբանությամբ չուլանային են դարձել, այդ չուլանային աշխարհայացք ես անվանեցի դա։ Հիմա իրենց չուլանային աշխարհայացքում, եթե մի քիչ նյութ լիներ, իրենք ինչի մասին պիտի խոսեին։ Իրենք պիտի խոսեին նրա մասին, որ մեր բոլոր պատմական վանքերի կողքին պետք է կառուցվեն, անպայման կառուցվեն լվացարաններ, զուգարաններ։ Մեր այսօր շատ քիչ պատմական վանքերում դա կա։ Մարդիկ ժամերով ճանապարհ են կտրում, հասնում են մեր վանքերը, որտեղ ծառայություն է իրականացվում, որտեղ պատարակ է եւ այլն, բայց կողքը ենթակառուցվածքներ չկա, ով սա պիտի կառուցի։ Եկեղեցին չպիտի կառուցի։ Այդ վանքերից որևէ մեկը եկեղեցուն չի պատկանում։ Այդ պատմամշակութային բոլոր վանքերը պատկանում են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը։ Եկեղեցին հարկ է տալիս դրա համար։ Մենք բոլորս ամբողջ ժողովուրդը հարկ է տալիս, որպեսզի այդ վանքերը վերակառուցվեն։ Օրինակ, այլ երկրներում
պետականորեն եկեղեցին ստանում է 10-անորդ։ Եվ մարդիկ երբ հարկ են տալիս, այդ հարկի որոշակի տոկոս միշտ տրվում է եկեղեցուն։ Հիմա եթե օրինակ մեր երկրում լիներ նման օրենք, որով ասենք 10% ենք, չէ, օրինակ հարկ վճարում, կամ ինչ որ ավել, այնտեղ տարբեր հարկերի, հիմա արդեն երբեմն կրկնապատկված հարկերի դրույթներ կան, հիմա եկեք պատկերացնենք, որ պետությունը որոշում է կայացնում, որ պետության տրված այս 10% հարկից 2%-ը պատկանում է եկեղեցուն։ Եվ մենք ամեն ամիս եկեղեցուն տալիս ենք այդ հարկերը, հսկայական գումար ենք տալիս եկեղեցուն, եւ հետո ասում ենք սիրելի եկեղեցի, դուք ստացել եք այսքան միլիարդ գումար։ Հաշվետվություն ներկայացրում։ Ինչ եք արել։ Եվ եկեղեցին ասում է, թե կներեք, մենք չուլանի ենք վերածել եկեղեցին, դու էլ ասում ես, ինչու եք չուլանի վերածել եկեղեցին։ Հիմա սա չկա։ Եկեղեցին այսքան տարի, անկախ հանրապետության ողջ ընթացքում 10 դրամ չի ստացել Հայաստանի Հանրապետությունից։ Դե ասում են հարկերից ազատված է, դա հերիք է։ Հարկերից ազատված չէ եկեղեցին։ Այ այն որ եկեղեցին հարկերից ազատված է, սա ստոր սուտ է, որովհետև նույն ես եկեղեցական եմ, ծառայություն եմ մատուցել տարիներ շարունակ Տավուշի թեմում, ամեն ամիս ես վճարել եմ հարկեր։ Ամեն ամիս իմ եկեղեցական ծառայության համար Տավուշի թեմում լինելով գրանցված աշխատող աշխատանքային պայմանագրով ես ստացել եմ աշխատավարձ, վճարել եմ հարկ։ Ու բոլոր վճարել ենք կոմունալներ, վճարել ենք եկեղեցում նույն լույսի, գազի, եկեղեցին նույն կոմունալներից ազատված չէ։ Օրինակ այսօր որ հավատացյալները գնում են եկեղեցի, այնտեղ ջեռուցվում է, այնտեղ հազարու մի կարիք է, այդ բոլորի համար եկեղեցին վճարում է։ Բոլոր հարկերը վճարում է։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը գնում է միայն մոմավառության մասին, որի եկամուտը նույնիսկ մոմավաճառների աշխատավարձի համար չի հերիքում, այսինքն այնտեղ ոչ մի եկամուտ չկա։ Եկամուտ չկա, որ այդ եկամտից հարկ տաս։ Եթե եկամուտ չկա, ոնց կարող ես եկամտա հարկ տալ։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք եկեղեցիների մասին, մենք վճարում ենք հարկեր, բնականաբար, ինչ պետք է անի պետությունը։ Բոլոր եկեղեցիների մոտ, բացի լվացարաններից, զուգարաններից շատ ընդ որում կարելի է մշակել ինչ որ նույնական սոլիդ ձև, որ դրանք լինեն։ Նաև ինչ պիտի լինի։ Պիտի լինի երիցատուն։ Քահանան պիտի ունենա եկեղեցու մոտ իր սենյակը, որտեղ կանցկացնի զրույցներ, որտեղ կպահի եկեղեցական ինչ որ պարագաներ, որոնք չպետք է եկեղեցում լինեն։ Պիտի ունենա պահեստ եկեղեցին։ Վանքի մոտ պիտի լինի որոշակի կառույց, ինչպես հնում եղել է։ Ինչպես հնում, երբ վերանորոգվում էր վանքը եկեղեցին կամ կառուցվում էր վանքը եկեղեցին, կողքը կառուցվում էր դպրոցը, երիցատունը, խցերը, դուք որ գնում եք տարբեր վանքեր չեք տեսնում, կողքը հիմքերը լրիվ կան, այդ հիմքերը ենթակառուցվածքներ են։ Ով պիտի այդ ենթակառուցվածքները կառուցի։ Պետությունը։ Դա պետության մշակույթի նախարարության կոնկրետ պարտականությունն է։ Բայց մշակույթի գծով այդ փոխնախարարին բոլորս էլ ճանաչում ենք ով է։ Դանիել Դանիելյան կոչված մարդը, որը եկեղեցական զգեստը նախորդ տարի այսօրերին անվանել է Դերիա։ Հիմա ասես Դանիել կոչված անդաստիարակը, որը տարրական քաղաքավարության խնդիրներ ունի, որը դուրս է գալիս ոչ սթափ վիճակում, դու ակնհայտ տեսնում ես, որ մարդը սթափ չի, ինչ որ տարօրինակ կերպար ու եկեղեցու նկատմամբ զրո հարգանք, բնականաբար ոչ մի բան էլ չի անելու։ Իսկ այն որ քահանաների վրա դատական գործ են հարուցում, դա էլ ուրիշ խնդիր է։ Երբ որ հոգևորականը տեսնում է, որ եկեղեցում խնդիր կա, օրինակ տանիքը այնպես է վնասվել, որ ջուրը ուղակի լցվում է խորանի վրա։ Եվ երբ փորձում է ինքնուրույն ինչ որ հարց լուծել, դա օրենքի խախտում է։ Տեղում դատի են տալիս, որովհետև վանքը որպես այդպեսին չի պատկանում քահանային։ Քահանան իրավունք չունի խաչքարը այստեղից վերցնելու, այստեղ դնելու։ Կամ պատի վրա ինչ որ վերջերս Մակարավանքում, չէ՞ կարծեմ։ Մակարավանքում, այո, նման դեպք եղավ։ Շատ ու շատ վանքերում, այո, օրինակները շատ են, բոլոր հոգևորականները հստակ ցույցում են ստացել, որ վանքի վրա դուք իրավունք չունեք ոչ մի աշխատանք կատարելու։ Իդեպ հատկանշականն է այն, որ դուք ձեր գնահատականներում շատ հստակ եք, խիստ եք եւ չեք մանևրում գնահատականներ տալիս։ Հաճախ հանրության մեջ կա այդ մտածումը, որ եկեղեցին խուսափում է
կոշտ գնահատականներ տալուց եւ դա ոչ միայն դրսևորվի խոսքի ձևով, այլ հստակ գործողությամբ, բանադրանքով։ Ինչ պիտի անի եկեղեցին ի պատասխան հատկապես այս օրերի մարտավարության, իշխանության։ Այս հարցի հասցեատերը ես չեմ, ես արդեն տեսել եմ, որ շատ քաղաքացիական խմբավորումներ, կուսակցություններ, տարբեր ուժեր դիմել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնին այս խնդրանքով, հավատա որ շատ հայորդիներ ունեն նման պահանջ այս մարդկանց բանադրելու, ես վստահ եմ, որ Մայրաթորն արդեն ստացել է այդ խնդրանքը եւ դիտարկում է։ Այնուամենայնիվ որևէ վարքյան չեմ կասկածում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի իմաստության, խորագիտության վրա, դրա համար ես ուղղակի որդիաբար սպասում եմ, թե Մայրաթորի տեղեկատվական համակարգը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը ինչ որոշումներ է տալու, ինչ քայլեր է անելու, համենայն դեպս նաև մշտապես հիանում եմ Վեհափար Հայրապետի հավասարակշռությամբ զգացմունքներին չտրվելու շատ լուրջ կարողությամբ, այնպես որ ես որդիաբար սպասում եմ նաև թե ինչ արձագանք է լինելու եւ ինձ շատ դուր է գալիս, որ այդ արձագանքները երբեք հապճեպ չեն լինում, դրանք լինում են հավասարակշռված։ Հետո գիտեք, մի տեսակ միշտ պահանջ կա, որ եկեղեցին այս մարդկանցի չպատասխանի։ Ես կարծում եմ, որ մանավանդ Գերագույն հոգևոր խորհրդի Վեհափարի, բարձունքից սա ամեն ինչը չի էլ է երևում, այսինքն Վեհափարը շատ հստակ ասաց, որ իր հայրական հորդորը վաղեմության ժամկետ չունի, երբ հրաժարականի մասին էր խոսել եւ 1 տարի անց վերահաստատեց եւ ասաց չունի դա վաղեմության ժամկետ։ Հիմա դա անդադար ամեն առիթով կրկնել կարիք չկա, որովհետեւ ով ականջ ունի լսելու կլսի, ով ուղակի լեզու ունի, լեզվով է լսում, անդադար ուզում է խոսել ինչ որ այս արեք, բայց երբ որ անում են չի էլ իմանում, որովհետեւ ինքը ուղակի պիտի մի հատ մունատ գա անցնի առաջ։ Վերադառնալով իմ առաջին հարցին, եկեղեցուն աջակցությունը վաղը, չգիտեմ, երբ ենք եթեր դուրս գալու, հունիսի 1-ը Կիրակի է, ամեն Կիրակի կա պատարակ։ Պատարակի գնալը եկեղեցու աջակցության ամենամեծ ցուցիչն է։ Կիրակի օրը գնալ ուխտագնացության եւ կանգնել հոգեվորականի կողքին, լինել պատարակին ներկա։ Գիտեք, այս բոլոր հալածանքների շրջանում մեր պատարակին ներկա մարդկանց թիվը կտրուկ աճել է, կտրուկ։ Եկեղեցիներում պարբերաբար ուղղակի մտնել չես կարող։ Սոցհարցումներն էլ դրա մասին են։ Այո, ես երեք առիթ ունեցա ներկայացնելու եկեղեցու աշխատանքով գոհ են, դա խոսքը գնում է 59%-ի մասին երբեմն, ընդ որում դա բարձր է, այնտեղ կա նաև միջինը, որը նույնպես լավ ցուցանիշ է, որը էլի շուրջ 20-ից 30% տատանումով կա նաև միջին գնահատականը եւ բավականին ցածր արդեն վատ գնահատականը, որը պարզ է, այնտեղ կան աղանդավորներ, աթեիստներ, անտեղյակ մարդիկ, որոնք երբևէ պատարակի չեն եղել։ Գիտեք, մեր երկրում ապրում են շատ մարդիկ, որոնց եկեղեցի են տանում որպես կանոն անիվների վրա, մի հատ ծնվելուց են տանում մկրտելու եւ հետո տանում են թաղել։ Այդ իրենց երկու այցելություններն են հայոց եկեղեցի։ Բնականաբար այդ մարդը եկեղեցու աշխատանքից կարող է այն մեկը չեն տեսնի, էլի, իրենք չեն զգա։ Դե հա, կզգան։ Հենց այդ է կարևորը, որ իրենք զգալու են, զգալու են, շատ լավ են զգալու։ Ուղղակի արդեն ուշ է լինելը։ Իրենք զգալու են դրա անհրաժեշտությունը։ Ու շատ հրաշալի կլինի, որ հիմա մարդիկ գան եկեղեցի, ոչ թե սպասեն, թե իրենց կբերեն եկեղեցի։ Գիտեք, այն շատ կարևոր է ֆիքսել, որ մենք մեռնելու ենք։ Ու դա մեր միակ գիտելիքն է ապագայի մասին։ Ոչ մի բան հաստատ չի, ոչ մի բան հստակ չի։ Մեր միակ 100%-անոց գիտելիքը մեր ապագայի մասին է նա, որ մենք մեռնելու ենք։ Լավ, դու ունենաս ընդամենը մեկ հստակ գիտելիք, ու դա ոչ մի ձև չօգտագործես։ Դա շատ պատասխանատու բան է։ Դրանից վախենալ պետք չի։ Դա նեգատիվ բան չի։ Դա շատ պատասխանատու լուրջ վիճակ է, երբ դու հասկանում ես, որ այնուամենայնիվ դու մեռնելու ես։ Եվ այդ Facebook-ում կոմենտ գրողները, հոգևորականներին հայհոյողները, հոգևորականներին ծաղրողները, առանց փաստերի, առանց ուղղակի օթի մեջ, ուղղակի մտնենք գրենք, առանց անունների, առանց հասցեների, ուղղակի օթի մեջ, ասենք մանկապիղծ հոգևորական։ Եթե կա մանկապիղծ հոգևորական, դուք, որ այս երկրի անվտանգության պատասխանատու, ինչա ձեր անելիք Facebook-ում ստատուս եք գրում։ Այդ երեխեքը լրիվ ձեր հետաքրքրությունների տիրույթում չեն։
Չէ, մտնենք գրենք, բայց մեռնելու եք, սիրուներ։ Այդպես չի։ Դե հոգևորականն է ձեզ թաղելու։ Հերթով։ Ու եթե կա հասցեական, հա, մենք ասում եմ, մեղքեր ենք գործում։ Եթե քննադատությունը լինի հասցեական, եթե քննադատությունը լինի փաստերով, ես հիմա իդեպ այս հարցազրույցներից հետո վստահ եմ, որ լինելու է նաև անդրադարձ իմ անձին։ Ինչ են ասել։ 3 անգամ կոտրել են Instagram-ս։ 2 անգամ կոտրել են Telegram-ս։ Այդպիսի նամակագրություն չունեն, որ իրենց մոտ չլինի։ Ամեն ինչ ունեն։ Ամեն ինչ։ Արդեն մի տարի է անդադար հետևում են իմ տան մոտ մեքենաները, ինձ այնքան հատուկ իդեպ երևի այդպես մեկ իրենց վրա է ծախսվում, մեկ մեր այդքան գումարներ, որ իրենց անդադար հետևեն։ Հսկողության տակ եք, հա։ Այո, եւ արդեն տարուց ավել։ Դե ված չի, հատուկ պահպանության են դիտարկում։ Եվ ինչ։ Եվ ինչ։ Եվ ինչ։ Ուր է սա մեզ տանելու։ Սա երևի թե մեզ տանելու է դեպի հայոց գալիք հաղթանակ, որովհետև գիտեք, վերջերս սկսեցի դարձյալ գնալ մարզասրահ, սկսեցի մարզվել ու շատ նմանություն կա։ Երբ որ ծանր քաշի տակ ես, անդադար ճնշման տակ ես, մկանները սկսում են ուժեղանալ, ցավում են։ Ու ես այդ միտք ունեցա, որ սկսեցի ուրախանալ, երբ որ մարզումներից հետո հաջորդ օրը ցավ կար, ուրախանում էի։ Ուրեմն լավ եմ պարապել։ Իսկ երբ մարզումից հետո անցնում էր մի օր ու ցավ չկար, տխրում էի, ասում էի, լավ չեմ պարապել, երևի քաշերը սխալ եմ ընտրել, քիչ եմ պարապել, ցավ չկա, մկանը չի աճում։ Ցավը արդյունքի Այո, ցավը ցուցիչ է, որ դու լավ ես պարապել։ Ցավը ցուցիչ է, որ դու արդյունք ես ունենալու շուտով։ Իսկ այս ցավը մի քիչ շատ չէ։ Չէ, մենք ստանում ենք այն, ինչ տարիներ շարունակ կուտակվել է, նաև մեր մեղքերի պատճառով։ Ես վստահ եմ, որ այս խաչի ճանապարհն անցնելուց հետո մենք գալու ենք հարության, եւ այդ հարությունը լինելու է հայոց գալիք հաղթանակի վերազարթոնքի հարությունը։ Միևնույն ժամանակ հայոց եկեղեցին տարեր շարունակ անցել է այս ամենի միջով։ Մենք ունենք մի հայրապետ Հովանոցնեցին, Սուրբ Հովանոցնեցի հայրապետը շատ հզոր կաթողիկոս էր, որը պետության չկայության պայմաններում իր վրա էր վերցրել պետական ամբողջական ապարատը։ Նա առաջնորդում էր ամբողջ դատական գործը, ամբողջ արդարադատությունն էր Հովանոցնեցու ձեռքում, եւ նաեւ ամբողջ երկրի կառավարումն էր կենտրոնացած Վեհափար հայրապետի ձեռքում։ Տարիներ շարունակ Վեհափար հայրապետը կազմակերպում էր ամբողջ երկիր, շատ ազդեցիկ էր, շատ ազդեցիկ։ Ինքան մեծ ազդեցությունը համբավ ուներ, որ լուրը հասնում է արաբական խալիֆին։ Մենք այն ժամանակ արաբական տիրապետության տակ էինք։ Եվ Վեհափարը նամակով է դիմում, որ ժողովուրդը շատ վատ վիճակում է, որ շատ ծանր վիճակում է։ Սոցիալական լուրջ խնդիրներ կան։ Եվ մի քանի կարևոր պահանջ է ներկայացնում խալիֆին։ Երբ խալիֆը համաձայնում է հանդիպել, կաթողիկոսը գալիս է եկեղեցական շատ շքեղ հագուստով, թագով։ Նույնիսկ պատմիչներն ասում են մորուքի վրա ոսկի էր լցված։ Շատ շքեղ գալիս նստում է, ասում է խալիֆի հետ հավասար է նստում։ Ապշում է խալիֆն, ասում է դու ինձ ասում ես ժողովուրդը խնդիրներ ունի էս, բայց դու այսքան ճոխ հագնված ես եկել։ Օձնեցին հանում է իր եկեղեցական ճոխ հանդերձանքը։ Տակից քուրձ է հագած, որ շատ դաժան ամբողջ մարմինը վերքերով այդ քուրձի վրայից ենք հագել, ասում եմ իմ ժողովրդին ես չեմ կարող խեղճություն ցույց տալ։ Ես իմ ժողովրդի պետություն ունենալու ձգտման խորհրդանիշն եմ։ Այս ժողովուրդ թագավորներ տեսած ժողովուրդ է, հաղթանակներ տեսած ժողովուրդ է, ինքը չպիտի խեղճություն տեսնի։ Բայց ես ներսից քուրձ եմ հագած, այդ քուրձի մասին միայն ես գիտեմ ու իմ Տերը գիտի։ Մեր հագած քուրձը միայն մենք գիտենք ու Տերը գիտի։ Ու դարեր շարունակ այդպես է եղել։ Եկեղեցին դարեր շարունակ վատով էլ լավով էլ իր ծառայությունն իրականացրել է։ Հիմա այս իշխանությունները այսօր կան, վաղը վստահաբար չեն լինելու։ Իրենց արբանյակներով չեն լինելու։ Բայց եկեղեցին հավասարակշռության խորհրդանիշն է։ Բայց այդ վաղը ձգձգվում է։ Հավասարակշռողը։ Ձգձգվում է այդ վաղը։
Դե պիտի նաև ընդդիմության մեջ լինի այս բարոյագիտությունը։ Ներողություն ամենավտանգավորն է, որ ժամանակի ձգձգման մեջ մեծանում է կորստի չափը եւ այն գինը, որ մենք վճարում ենք։ Երբ մենք խոսում ենք բարոյագիտության մասին, ճիշտ չէ միայն թիրախավորել նրանց։ Անշուշտ նրանք դրա աղբյուրն են, բայց թունավորվում է ամբողջ դաշտը։ Այո։ Դեք երբ որ առվի մեջ 7 քաղցր աղբյուր կա ու մեկ թունավոր աղբյուր կա, դու այդ ամբողջ առվից էլ խմել չես կարող։ Հակոբոս Առաքյալն է բերում այդ օրինակը, որ չի կարող նույն աղբյուրից եւ թույն եւ քաղցր ջուր հոսել։ Ամբողջն է թունավորվելու։ Հիմա մեր ամբողջ դաշտն է թունավորված եւ ընդդիմությունն էլ է թունավորված։ Տարիներ շարունակ ընդդիմություններն է թունավորվում էս քաղաքական դաշտի անբարոյականությամբ։ Այսինքն պետք է բարոյագիտական փոփոխությունը լինի ամենուր։ Հաշտության օրակարգն ինչի մասին է։ Հաշտության, խոհեմության, խոնարհության մեծ քարոզ պիտի գնա։ Անձնապաշտությունից պիտի դուրս գանք։ Ես մինչև այստեղ գալը Նժդեհ էի կարդում, կուսակցամոլության մասին է խոսում Նժդեհը շատ։ Մենք այսօր կուսակցամոլության լրջագույն խնդիր ունենք։ Եվ հատկապես նյութապաշտության։ Նյութապաշտության, կուսակցամոլության, եսասիրության այս բոլոր մեղքերը միայն իրենցը չի, բոլորինս է։ Եվ դաշտում ընդհանրապես կա, այսինքն մենք պիտի մի քիչ վերանայենք մեր կյանքը, ապաշխարության ձգտենք, հասկանանք, որ ամեն անգամ երբ որ դու մեղք ես գործում, դրանով դու երկարացնում ես այս մարդկանց լինելը։ Այսինքն կապ չունի այդ մեղքը լուսաբանվում է թե ոչ։ Այ Կանտի ասացի նման։ Մենք պիտի փորձենք հանել, չի կարելի այս մարդկանց դեմ պայքարել ստով։ Չի կարելի։ Նույնիսկ այս մարդկանց մասին սուտ խոսել չի կարելի։ Վերջերս մի քաղաքական գործիչ կա, որը դուրս է եկել ԿՊ-ից ու այդպես ընդդիմադիր է դարել, բայց իրականում իրեն են դուրս հանել իր անբարոյականությունների համար։ Հիմա հանկարծ ընդդիմադիր է դարել, լինելով Արցախի հետ կապված ամենապիղծ արտահայտվողներից մեկը։ Հիմա հանկարծ ընդդիմություն է խաղում։ Ես մի առիթով ասացի, որ Նիկոլ Փաշինյանի դեմ սրիկայությունն էլ է սրիկայություն։ Չի կարելի նրանց դեմ սրիկայություն անելով պայքարել նրանց դեմ։ Չի կարելի նրանց զենքերն օգտագործել։ Չի կարելի մտնել Աննա Հակոբյանին ասել տխմարը դու ես, ոչիլը դու ես, էշը դու ես։ Ոչ։ Որովհետև մենք պիտի որակական տարբերություն ունենանք Աննա Հակոբյանից ու Նիկոլ Փաշինյանից։ Որակական ընդդիմությունը պիտի տարբերվի։ Գիտեք, երբ մենք խոսում ենք եկեղեցու պաշտպանությունից, հիմա շատ կարևոր բան, շատ կարևոր։ Եկեղեցին թիրախավորվում է ամենատարբեր շրջանակների կողմից։ Երբ հիմա մենք տեսնում ենք ու զարհուրում ենք, թե ինչ բառերով, ինչ բառամթերքով է այս կինտոն, այս Քաչնազարը խոսում, չէ՞, եկեղեցականի մասին։ Որակումներ տվեցիք։ Շատ հստակ որակավորումներ են դրանք։ Շատ հստակ, ոչ իրար, շատ իրականության դաշտից են։ Չէ, իրոք, նայեք, էլի։ Ես չեմ չափազանցնում, չեմ անձնական վիրավորանք չեմ տալիս։ Չարչիներ են։ Չարչիությամբ են զբաղված։ Այդ իրենց տված որակավորումն է։ Հիմա Քաչնազարի հետ կապված։ Եկեք մի հատ հասկանանք, ով է այս որակավորումը նրանց տվել։ Ես երեք իմ Facebook-յան էջում հենց անվանել եմ Քաչնազար։ Քաչնազար որակավորումը տվել են իրենց այն ժամանակ, երբ Գոյ թատրոնում բեմադրվեց Քաչնազար ներկայացումը, որը նայելուց հետո իրենք ոչ միայն ներկայացումը արգելեցին, այլ նաև Գոյ թատրոնը փակեցին։ Այն Քաչնազարի մեջ իրենց տեսել են։ Հետևաբար, եթե իրենց տեսնում են Քաչնազարի մեջ, այս ասում եմ, Քաչնազարներ են։ Բայց երբ այս Քաչնազարները որակավորումներ են տալիս, թիրախավորում են եկեղեցուն, մենք զարհուրում ենք, տեսեք, ընդամենը մի ամիս է անցել։ Մի ամիս առաջ մի փոքր այլ բառապաշարով, բայց երբեմն նաև չզիջող, ընդդիմադիր քաղաքական ուժեր էին թիրախավորել Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Դա էլ չմոռանանք։ Եկեղեցին թիրախավորման մեջ է տարբեր կողմերից ու մշտապես այդպես եղել է։ Բոլոր դարերում մենք միշտ սիրել ենք մեր վեհափառ հայրապետներին այս մահից հետո։ Մահից անմիջապես հետո իրենք հերոսացել են։ Բայց կյանքի ընթացքում, երբ որ դու ծանոթ ես արխիվներին, նամակներին, այդ նույն մեկնաբանություններին թղթի վրա, դու տեսնում ես, որ բոլոր դարերում էլ եղել է այդ անշնորհակալ վիճակը հանդեպ մեր եկեղեցականների։ Տեսեք, այս օրերին հայոց հայրապետը Շվեյցարիայում է կարևոր օրակարգով Արցախի
կորստի հարց, իրավունքների ոտնահարում Արցախում, մշակութային ժառանգության պահպանման լրջագույն վտանգ, Հայաստանի տարածքների օկուպացիա։ Հայաստանի իշխանության համար սա լավագույն նվերը պետք է լիներ, որ եկեղեցին իր խողովակները օգտագործում է այդ կարևորագույն հարցերը միջազգային հարթակներում բարձրացնելու համար, բայց չէ, պիտի թիրախավորեն։ Բայց մի բան ինձ համար շատ պարզ է, եթե այս օրերի վայնասունը չլիներ, ապա կաթողիկոսի Շվեյցարիա այցի մասին շատ ավելի քիչ կխոսվեր։ Այո։ Դուք որպես երիտասարդ հոգևորական կարճ ժամանակում բավական լավ արդյունք ցույց եք տվել հանրության հետ հաղորդակցման, երկխոսություն կառուցելու, դրա այդ գործում հաջողելու հարցում։ Եվ կարծում եմ, որ մեր եկեղեցին կարիք ունի բարելավել հանրության հետ հաղորդակցումը, փաթեթավորումը, որը վատ բան չէ, լավացնել, ակնահաճո դարձնել, ի վերջո ցույց տալ, որ ահռելի գործ են անում։ Անշուշտ դրա կարիքը կա, դրա ուղղությամբ պետք է անել հսկայական աշխատանք, միևնույն ժամանակ, գիտեք, մենք շատ ավելի քիչ ենք, քան պիտի լինենք։ Այսինքն Հայաստանում այսօր շատ քիչ հոգևորականներ կան։ Ձեր հաղորդաշարի նախորդ հյուրն էլ էր հոգևորական։ Երբևէ, եթե դուք ուզենաք ձեր հաղորդմանը հոգևորական ունենալ, որը կգա կխոսի, կներկայացնի, երբևէ կաշկանդվածություն չեք ունենա ու մերժումներ չեք ստանա որպես այդպեսին։ Մենք ունենք հոգևորականներ, որոնք պատրաստ են խոսել, բայց իրենք շատ քիչ են։ Ընդհանրապես այսօր ճեմարանում շատ քիչ ուսանողներ կան։ Բայց դա էլ ժամանակին ճիշտ չհաղորդակցվելու հետևանքն է։ Դու պիտի ստեղծես այդ տպավորությունը, որ ճեմարանում գնալ սովորելը հրաշալի բան է։ Այսօր երբ որ որևէ տղա խոսում են մասին, որ մտածում է ճեմարան գնալ, ինքը ստանում է հսկայական նեգատիվ, հսկայական հակազդեցություն։ Ինչու, որովհետև հոգևորական դառնալը հեշտ բան չէ։ Ֆինանսապես լավ արդյունքներ գրանցելու դաշտ չէ։ Երբեմն խոսում են, չէ՞ որ հոգևորականները մեծ հարստություն ունեն։ Թե հոգևորականները մեծ հարստություն ունենային, ճեմարանում այսօր հսկայական հերթեր կլինեին։ Այսօր ինչու հոգևորական չեն ուզում դառնալ, շատ-շատերը գնում են տնտեսագիտություն սովորելու, իրավաբանություն սովորելու, լրագրություն սովորելու, ամենատարբեր թոփ մասնագիտություններ կան, չէ՞, միջազգային հարաբերություններ եւ այլն եւ այլն։ Դե լավ, լրագրությունը չէ։ Այնուամենայնիվ, մարդիկ լրագրությամբ վարչապետ են դառնում։ Առանց դիպլոմի, ինչ խոսք։ Այնուամենայնիվ, տարբեր մասնագիտություններ կան, որոնք ասոցացվում են բժշկություն, ատամնաբուժություն, մարդիկ գնում են, փող են վաստակում ու բնականաբար այդ համալսարանների վարձերը որպես կանոն այդ ֆակուլտետների վարձերն են շատ մեծ, այդտեղ հսկայական քանակությամբ ուսանողներ են ձգտում գնալու այնտեղ, ինչ այդքան շատ լավ PR են անում, որ մարդիկ ուզում են գնալ իրավաբանություն կամ չգիտեմ, որոնք են թոփ մեր ֆակուլտետները։ Որովհետև նյութական, շատ նյութական ենք դարձել։ Եվ առաջնային է դարձել փող աշխատել, կարիերա ստեղծել, բայց սկզբունքների, գաղափարների դաշտում լինել, պայքարել, դառնալ հոգևորական, տարածել Աստծո խոսքը, դա լրիվ անձնվիրություն է։ Լրիվ ինքնանվիրում է ենթադրում։ Շատ սուղ պայմաններում։ Դուք տեսել եք, թե ինչ պայմաններում են ապրում մեր քահանաները գյուղերում։ Եթե հայոց եկեղեցին վերջին 30 տարում զբաղվեր միայն եկեղեցական հարցերով, մենք այսօր պապիս ասած աղի պես կապրեինք։ Հայոց եկեղեցին հսկայական գումարներ տվել է բանակին, հսկայական գումարներ տվել է COVID-ի ընթացքում տարբեր սոցիալական ծրագրերի, ընդհանրապես մշտապես իրականացում է սոցիալական հայապահպանման ծրագրեր, ազգային խնդիրների վրա, այն խնդիրների վրա, որոնք օրինակ աղանդավորները իրենցը չեն համարում։ Աղանդավորը Արցախի թեման իրենը չի համարում։ Հայոց եկեղեցին ունի հատուկ գրասենյակ Արցախի մշակույթի պահպանման։ Արցախի թեմը մինչև հիմա չի լուծարել։ Ու հսկայական հարցերում ունի լուրջ ներկայություն, որովհետև այս ժողովրդին իրապես հայրություն անողն է։ Ու դարեր շարունակ է այդպես եղել։ Եվ այսօր շեշտադրաբար։ Ինչ ասեմ, Աստված ուժ կարողություն տա հայոց եկեղեցուն։ Ամուր պահի մայրաթոռը, որովհետև ինչքան էլ հարձակումները լինեն, շնորհը հայոց եկեղեցում երբևէ չի պակասելու։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։